Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ մարտի 24 և լսվեց իր երկյուղացության համար Եբրայեցիներին 5:7 Որն էր այդ երկյուղի պատճառը, միթե այն չէր, որ նա բոլորովին լքված էր, լիովին լքված լինել ամենադաժան փորձություններից մեկն է։ Տեսնում ես, ասում է սատանան, դու ոչ ոք չունես, հորը դու արդեն պետք չես, ոչ մի հրեշտակ քեզ օգնության ձեռք չի մեկնի, ամբողջ երկինքը երես է թեքել քեզանից, դու բոլորովին մենակ ես, քո մտերիմ ընկերները, որոնց դու սիրում ես, հիմա ինչ արժեք ունեն։ Մարիամի որդի, նայիր քո եղբայր Հակոբոսին, սիրելի աշակերտներիդ, Հովհաննեսին, նվիրված առաքյալ Պետրոսին, քո տառապանքների ժամին այդ նապաստակի հոգիները քնած են խոր քնով։ Ավաղ դու ընկեր չունես, ոչ երկնքում, ոչ երկրի վրա, դժոխքի բոլոր ուժերը ելել են քո դեմ։ Ես գործի եմ գցել ողջ դժոխքը խավարի յուրաքանչյուր իշխանի, կարգադրել եմ այս գիշեր հարձակվել քեզ վրա։ Մենք չենք խնայի ոչ մի շիկացած նետ կօգտագործենք մեր ողջ հզորությունը, որպեսզի հաղթենք քեզ։ Եվ ինչպես ես դու պաշտպանելու քեզ, դժբախտ միայնակ։ Ըստ երևույթին հենց դա է փորձությունը, քանի որ Հիսուսին ամրացնող հրեշտակի հայտնվելը փարատեց այդ վախը և լսվեց երկյուղացության ու վախի համար։ Հիմա նա մենակ չէր, նրա հետ էր երկինքը, հենց վախի մեջ էր, ըստ ամենայնի թաքնված պատճառը, թե ինչու նա 3 անգամ վերադարձավ աշակերտների մոտ։ Ինչպես գրել է հարթը, նրանց ուրախությամբ քայլեց նա 3 անգամ։ Ասես այդ մարդկանց մեջ փնտրեր նրան։ Նա ուզում էր համոզվել, իրոք իրեն բոլորը լքել են, և նրանց քնած գտավ։ Հնարավոր է նրան որոշ չափով սփոփում էր այն միտքը, որ նրանք քնած էին ոչ թե անհավատության պատճառով, այլ վշտի պատճառով։ Իսկապես հոգին հոժար է, բայց մարմինը տկար։ Ամեն դեպքում նա լսվեց երկյուղացության և վախի համար։ Նա լսվեց խորին վշտի մեջ, թանկագին ընթերցող, դու նույնպես կլսվես։